կարգալույցը չի կարող ինչ-որ մեկին կարգալույց անել, եւ ել չեմ ասում, հարգելիներս, ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտվում, դա ոչ մեկին չի վերաբերվում, դա ոչ մեկին չի վերաբերվում, հավատքը, քրիստոնեությունը որևիցե մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին որևիցե մի քաղաքացու եւ իր եղբոր եւ իր շրջապատող մարդկանց մենաշնորհը չի, ժողովուրդ, եկեք դուրս եկեք այդ բանից, հերիքա նույնականացնել։ Ես ազգային ժողովի նախագահն եմ, բայց դա չի նշանակում, որ ես ազգային ժողովի ամեն մի կառույց ես ուրախ եմ իր կանոնակարգ ունի։ Ռուզան ջան, եթե մենք իրար հետ հավաքվենք իմ սենյակում, եթե մենք հավաքվենք իմ սենյակում եւ աղոթենք իրար հետ, ինչ խնդիր կա։ Բա ինչի մասին է խոսքը։ Եկեղեցու կանոնակարգ գոյություն ունի, արարողություններ արտադրելու ձև գոյություն ունի։ Լսի, թող եկեղեցու կանոնակարգը եւ եկեղեցու այն ներկայացուցիչները, որոնք դրա հետ վերապահումներ ունենան, իրենց կարծիքը ասեն։ Ուզում հասկանամ դրա հետևանքը, դրա անթույլատրելիությունը, դրա խնդիրը ըստ ձեզ ինչու՞մն է կանում։ Մարդ, որը որ եկեղեցական է, մեկը ասում է կարգալույց է, մյուսը ասում է ես չեմ ընդունում, որ ինձ կարգալույցը կարա կարգալույց անել, ասում է ես ուզում եմ աղոթել, ես էլ ասում եմ ես ուզում եմ այդ աղոթքին ներկա գտնվեմ։ Հիմա ուզում եմ հասկանամ ես ամեն ինչի մեջ այդ ձեր ասած խմբակի եւ ինչ որ կանոնների պայքարը որ է, ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ։ Իմ եւ Աստծու միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա եւ իրան բիզնեսմենի մեջ պեջ պայել, չեմ ասում մնացած անձնական բաները։ Իշխանություններն ինչ տեղեկություններ ունեն կաթողիկոսի եղբոր KGB-ի գործակալ լինելու վերաբերյալ։ Դրա մասին հրապարակում կա, բացեք, կարդացեք, այդ տեղեկությունը կարծում եմ։ Իրավական գործընթացներն ուր են, եթե դրա մասին տեղեկություններ։ Լսեք, իրավական գործընթացները որոշում է իր կոնկրետ մարմինը ըստ բանի հրապարակման։ Իսկ հրապարակումը Եթե այդ հրապարակմանը արձագանք չի լինում, հերքում չի լինում, ամեն քաղաքական գործիչ կարող է հեղում անել, ասել իմ միջալոց սենց հրապարակում կա։ Ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, որովհետև նախ հետո ասելու եք, որ դու ինչ-որ բան ասեցիր, դու բարձրաստիճան պաշտոնյա ես, հետո բան եղավ, ես չեմ ուզում մտնել։ Դուք եք այդպես կարծում, որ KGB-ի գործակալը ես իրան գիտեք ոնց եմ ծանոթացել, բանում առաջի անգամ երբ որ մեկնել էի Մոսկվա, Ավրորա Մարիոթ հյուրանոցում, հենց դատախազության դիմացն է գտնվում այդ հյուրանոցը, ինձ հանգեցին, ես այդ ժամանակ փոխնախագահ ասցին, եկել է ուզում է ձեզ տեսնի, ես ասի դե եկել է, իջա ներքև, մոտեցավ, ասեց ցուղթ էր A4 ֆորմատը, ասեց բարև ձեզ, ասեց մի հատ սա կստորագրեք, ասի ես ինչ հա, նայեմ գրածա ռուսերեն լեզվով գրածա դիմում է, որ դիմում եմ ես, իմ անունից գրած դիմում էր, որ ես դիմում եմ իմ գործընկերոջը Վարաբյովին, որ կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հողհատկացում էր, թե ինչ էր, բան, տակն է շնորհակալություն Ալեն Սիմոնյան։ Ասում եմ, ինչ ես բերել։ Ասում եմ, մի հատ կստորագրեք։ Այսինքն ես այդ մարդու մասին իմ առաջի տպավորությունը եղել է դա, ես այդ թուղթը ճղեցի, ասի, բայց մի սուրբ եկեղեցի էին ուզում կառուցել այդ հողը։ Հարգելիս հիմա ինչքան էլ լավ բան լինի, բայց ասենք այդ ինչ հա, ինչ վերաբերում է իր մասին, ասում եմ, իմ մասին իր տպավորությունը տենց հա ձևավորվում։ Գործակալի էր թե ոչ։ Հարգելիս, ինչ եք ուզում ես գնահատականներ տամ, հետո ասեք, որ ազգային ժողովի նախագահը ասեց, հետո դատախազը Հիմա բայց իմ ընտրությունն է, չէ՞, չեք ստիպել ինձ քաղաքական գնահատական տալ։ Ինչպես է գնահատում 3 եկեղեցու տարածքում միջադեպը, որի ընթացքում նաև հայոյում եւ վիրավորում էին լրագրողներին։ Վատ, որովհետեւ դա եւ իրավապահների չմիջամտել։ Դե որովհետեւ դա մեզ գալիս են այդտեղ աթոռը պահելու մասին են խոսում, բայց հիմա կարճած են մարդիկ իրենց աթոռներից, որովհետեւ այդ բիզնեսները նկատի ունեմ եկեղեցական այդ խավը, նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանի։ Լսեք, ով որ վիրավորել է, շատ վատ բան է արել, անընդունել եմ համարում, բնական է, բայց ես նենց չէ որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ կամ այն մյուսի կողմնակիցն եմ, դա process է, որին ես հետևում եմ, որպես քաղաքացի, որպես հավատացյալ, ես հետևում եմ, ես իմ կարծիքը ունեմ դրա վերաբերյալ, իմ կարծիքը այն է, որ այն ինչ որ կատարվում է եկեղեցում, նաև այն ձայնագրությունը նկատի ունենալով, որ
մարդ կբերես ընտրուց բաներին, թե չէ այստեղ կնշանակվի, այնտեղ կնշանակվի, դա ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կային, այո, վաղուց կային այդ խնդիրները եկեղեցում, որպես կառույց ունեցել է, հիմա ակնհայտորեն պետք է լուծվի այդ հարցը։ Ես անկեղծ չեմ տեսել, բայց կրկնում եմ, լրագրողի նկատմամբ յուրաքանչյուր բռնություն անհարգալից վերաբերվում, մենք հոդվածել ունենք դրա հետ կապված,